Գյումրիի թիմ ընտրություններում ամենաշատ ձայները ստացած ընդդիմադիր ուժի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը ընդունել է Մարտուն Գրիգորյանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու Շիրակի թեմի առաջնորդի հրավերը։ Քննարկել, հետո որոշել։ Միքայել arczepiskopos Աջապահյանը երկու անգամ է իր միջնորդությունն առաջարկել ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիրներին։ Վարդան Ղուկասյանը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու եւ քննարկելու հարցը, չորեքշաբթի ասել է Սրբազանը։ Մարտուն Գրիգորյանի հետ կապ հաստատել դեռ չի հաջողվել Աջապահյանին։ Չի խախտում լռությունը մեր քաղաքը դաշինքի թեկնածուն, հավանաբար օգտվելով մինչև նորընտիր ավականու առաջին նիստը չխոսելու հնարավորությունից։ Հանրապետականը ոչ մտադրություն ունի, ոչ էլ քաղաքական առումով կոռեկտ է համարում Մարտուն Գրիգորյանին որևէ ձևով այս կամ այն որոշման ուղղորդելու համար։ Հանրապետական կուսակցությունը Գյումրիում ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է մոտ 16% ձայն հավաքած մեր քաղաքը դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանին, սակայն չի ուղղորդել նրան, վստահեցնում են կուսակցությունից։ Ոչ որևէ ճնշում գործադրել։ Գրիգորյանը պատիվ ունեմ դաշինքով է պատգամավոր դարձել, հայրենիք կուսակցության քվոտայով, պատիվ ունեմ խմբակցության քարտուղար, ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը հերքում է տարածվող լուրերը, թե ՀՀԿ-ն է ասում Գրիգորյանին ինչ անել, միանալ թե ոչ Վարդան Ղուկասյանին։ Մեր խմբակցության անկուսակցական անդամի նկատմամբ ոչ որևէ ճնշում գործադրելու, ոչ նրան ուղղորդելու, ոչ նրան, այսպես ասեմ, ասելու այն իրականությունը, որով նա պետք է շարժվի։ Ըստ Աբրահամյանի, որոշ ուժեր Մարտուն Գրիգորյանի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր լինելու հանգամանքն օգտագործում են 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին թիրախավորելու համար։ Տպավորություն է ստեղծվում, որ կան ուժեր, որոնց խնդիրը ոչ թե Գյումրիում պայմանականորեն Վարդան Ղուկասյանին լրացուցիչ ձայները ապահովելով քաղաքապետ դարձնելն է, այլ նրանց անհրաժեշտ է, որպեսզի Մարտուն Գրիգորյանը այդ ձայները տարբեր պատճառաբանությամբ չներկայացնի, եւ դա նրանք օգտագործեն մի կողմից Մարտուն Գրիգորյանին քաղաքական հարվածներ հասցնելու, մյուս կողմից էլ նաև սա օգտագործելու հանրապետականի դեմ։ Համոզված է հանրապետական կուսակցության ներկայացուցիչը, Մարտուն Գրիգորյանի մտքով անգամ չի անցել որևէ ձևով նպաստել ՔՊ-ի քաղաքականությանն ու վերարտադրությանը։ Պարզապես Գյումրիում ստեղծված իրավիճակը այնքան պարզունակ չէ, որքան թվում է, ասում է Աբրահամյանը, ակնարկելով, որ դա է պատճառը, թե ինչու Գրիգորյանը ընտրություններից 5 օր անց չի հրապարակել իր որոշումը։ Շատերը լավ չեն պատկերացնում այն իրավիճակը, որը կա Գյումրիում, այսինքն տեղի, մենթալիտետի մնացած բոլոր առումներով։ Ես չեմ ասում, որ դա իմ համար կամ քաղաքական տեսանկյունից դա առաջնային է, բայց այն մարդիկ, ովքեր կարծում են, որ պրիմիտիվ իրավիճակ է, պարզ իրավիճակ է, որը ստանդարտ լուծում է ենթադրում եւ դա տեղի չի ունենում, դա բնականաբար այդպես չէ։ Իսկ թե որն է ՀՀԿ-ի դիրքորոշումը, որի մասին տեղյակ է Մարտուն Գրիգորյանը, չի գաղտնազերծում ՀՀԿ-ական պատգամավորը։ Իր խոսքով, որպեսզի դա չդիտվի ճնշում Մարտուն Գրիգորյանի վրա։ Թերեզա Կադաևչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։